Մի րոպե, երբևէ մտածել եք, թե ինչու է տղամարդը իր սիրելի կնոջ կողքին իրեն պահում երեխայի նման։ Շատերս գիտենք, որ տղամարդը դրսում պետք է լինի շատ հավաքված, պատասխանատու եւ զգոն, բայց երբ նա գտնվում է իր սիրելի կնոջ կողքին, ավելի թեթև է դառնում։ Երբեմն կարող է հիմարություն ասել կամ անել, իսկ ավելի կոնկրետ կարող է նույնիսկ իրեն պահել երեխայի նման։ Սա նորմալ է, սա թուլություն չէ։ Պարզ լեզվով ասած, նրա նյարդային համակարգը հանգստանում է։ Մինչ այդ նա միշտ լարված է։ Խնդիրներ, աշխատանք, պատասխանատվություն միշտ ուղեղը կրկնում է նրան, որ պետք է ես զգոն լինեմ։ Այսինքն կարճ ասած մենք աշխատում ենք ծանրաբեռնված ռեժիմի տակ։ Բայց երբ մեր կողքին մի մարդ է, ում մենք վստահում ենք, այդ ժամանակ ուղեղը հասկանում է, որ այդտեղ անվտանգ է, սկսում է թուլանալ եւ ուղեղը դադարում է ուղղակի պաշտպանվել։ Այդ պատճառով մենք այլևս չենք փորձում միշտ ճիշտ երևալ կամ վերահսկել ամեն ինչ։ Վարքը դառնում է ավելի ազատ, ավելի անկեղծ եւ երբեմն մենք կարող ենք մեզ մանկական բաներ թույլ տալ։ Բայց եթե տղամարդը կնոջ կողքին չի թուլանում, այլ անընդհատ լարված է, մտածում է, թե ինչ ասի, ինչ անի, որպեսզի նրանից չհիասթափվեն, դա նշանակում է, որ ուղեղը չի զգում անվտանգություն։ Եվ ժամանակի հետ նրա ուղեղը սկսում է նրան տալ հետևյալ ինֆորմացիան. սա իմ տեղը չի ու սա իմ մարդը չի։ Եվ այս ամենը մենք չենք կարող վերահսկել, սա արմատացած է մեր բնազդի մեջ։ Եվ այսպես, սերը միայն զգացմունք չէ։ Սերը այն է, երբ կարող ես քեզ պարզապես թույլ տալ անել այն ամենը, ինչ ցանկանում ես, չմտածելով հետևանքների մասին։ 1 րոպեն ավարտվեց։ Կհանդիպենք։